Մարդիկ բաժանում են երկու մասի, նրանք ովքեր սիրում են հաճույք ստանալ, ուղղակի օրինակ պարելով, երգելով, ու մարդիկ ովքեր սիրում են հաճույք ստանալ իրենց հասածից, ասենք, չգիտեմ, Բիլ Գեյթսը, ասենք Մարկ Զուքերբերգը, իսկ այն ովքեր որ ուղղակի պարելով հաճույք են ստանում, իրենց անունները տեն չեմ կարող ասեմ, շատ են։ Իր գիտելիքների ու ունակությունների սահմանները Արան լավ գիտի, հասուն մարդու պես կշռադատելով կարողանում է տարբերակել, թե որն է հաջողության լավագույն գրավականը եւ ինչ է պետք դրան հասնելու համար։ Միայն այս տարի ֆիզիկայի եւ աստղագիտության միջազգային օլիմպիադաներից Արան միանգամից 2 բրոնզե մեդալ է բերել Հայաստան, թեև քիչ չէ, բայց ավելին կարող էր, համոզված է 17-ամյա պատանին, եւ սա միայն այն դեպքում, երբ միջազգային ստուգատես մրցույթներից 2015-ին Հայաստանը ստացել է ընդհանուր 20 մեդալ։ Խոստովանում է, հաջողության առաջին նախապայմանը չհուզվելն է, ուժերը չգերագնահատելը եւ ամենակարևորը ինքնավստահությունը։ Եթե մի 3-4 անգամ օլիմպիադայի ես մասնակցել, 5-րդ անգամ ինչքան ուզում ես լարվես, ինչքան ուզում ես վստահ չլինես, այդ քեզ չի խանգարելու։ Դու մեկը ինչքան գիտես գրելու ես, բայց եթե դու առաջին անգամ ես օլիմպիադայի մասնակցում, դու եթե լարվես, լավ չես գրի, եթե վստահ չլինես, լավ չես գրի։ Առաջին անգամ պետք է հոգեբանությունը նորմալ լինի։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ Արան ներկայանում է միջազգային օլիմպիադաներում եւ բարձր պահում սեփական դպրոցի պատիվը։ Ասում է արդեն փորձառու է, գիտի ինչը ինչպես պետք է անել։ Եղել է մի շարք երկրներում բացահայտել տարբեր մշակույթներ, բայց ամենից առաջ հետաքրքրվում է կոլորիտային եւ իր համար արտասովոր կենցաղ ունեցող երկրներով։ Դրանց մեջ առանձնացնում է արաբականը։ Զարմանալիորեն որ պապայիս հետ խոսում եմ մինչև օլիմպիադաները, միշտ լավ է։ Ասում եմ լավ ես գրել։ Հաճելի է, ասում եմ լավ ես գրելու, մի քիչ ուզում ես լավ գրես։ Անկախ իր գրանցած բոլոր նշանակալի նվաճումներից Արան անմիջականորեն նշում է, որ չի վազում հաղթանակների ետևից։ Ընդհանրապես, ինչպես ինքն է ասում, չի ցանկանում մեդալ ստանալ, օրինակ բալետ պարելու համար։ Անիմաստ է։ Ավելի լավ է անել են ինչ որ սիրում է մարդը, օրինակ բասկետբոլ խաղալ, ֆիզիկա անել, եթե սիրում է, բայց եթե ինքը չի սիրում, պետք չի ինքը դրա մեջ մտնի ու զուտ ուրիշին ցույց տալու համար, դրա մեջ մտնի։ Հետաքրքիր բնավորություն ունի։ Երևի նրա բնավորության մեջ ամենահետաքրքիրն է, նա միշտ արդար է, միշտ ասում է ինչ որ մտածում է, եւ կարող է դնել այդքան приятный չի, այդքան դուրեկան չի, բայց տենց է, նաեւ օրիգինալ է։ Միշտ նախ ինքդ քեզ պետք է հաղթես, համոզված է Արան։ Սկզբում ձգտելով նմանվել դպրոցի ավագ ընկերներին, ցանկացել է իր ուժերը եւս փորձել օլիմպիադաներում։ Այնուհետև, ինչպես ինքն է ասում, բարձր հարգի մեդալ բերելը դարձել է պարտադիր պայման։ Չնայած զբաղվածությանը, այդուհանդերձ վստահ է հաստատ ժամանակ կգտնի այնքան լավ պարապել, որպեսզի հաջորդ տարվա ֆիզիկայի օլիմպիադայի մեդալը լինի իրենը։ Տեսնել վարայի պարապելը հաջողությունները Հենց չափով ինձ էլ է ոգևորել։ Հաջորդ տարի ես էլ եմ պլանավորում ենթադրում եւ սպասում անցնել միջազգային թիմի մեջ եւ նույնիսկ մեդալ բերեմ։ Թիմային աշխատանքի ընդունակ աշակերտ է Արան, որի արդյունքում ես կարծում եմ, որ հենց հաջողությունների մեծ մասը դրանից է կախված։ Համաշխարհային բասկետբոլի ռեկորդագիր Լեբրոն Ջեյմսի մեծ երկրպագու Արան ժամանակին ձեռքբերումներ է ունեցել նաև այս ոլորտում։ Մի քանի տարի շարունակ հանդես գալով Պոլիտեխնիկի բասկետբոլի թիմում 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Գրեթե վարժ տիրապետում է անգլերենին, բայց չի սահմանափակվում։ Պարապում է պրոֆեսիոնալ մասնագետների մոտ։ Դե պետք է ուսումը շարունակել արտասահմանյան բարձրակարգ համալսարաններում եւ բացահայտել նոր մշակույթներ։ Համոզված է քվանտային ֆիզիկա նախընտրող Արան։ Սա իմ ամբողջ կյանքում ձեռք բերած բոլոր պատվոգներն են։ Իսկ մինչ այդ հոկտեմբերին իրեն սպասում է եւս մեկ միջազգային մրցաշար։ Կազանում անցկացվելիք ֆիզիկայի օլիմպիադային կմեկնի հույսով, որ այս անգամ հաստատ հաղթական մեդալը կլինի ազնիվ մետաղից։ Հասմիկ Առաքելյան, Հովհաննես Քյոսեյան, Առաջին ալիք։